լավ բան ասես, չասես, չգիտեմ, մեկին վիրավորես, չվիրավորես, ինչ որ միշտ ինչ որ մի հատ վաստակ կոնկրետ էլի հայտնվում է ու տակը ինչ որ ամբողջ զամբախ կոմենտների դաշտի մեսի ինչ հիմարություններ ա գրում։ Այդյան մեծ մասը հոգեկան խնդիր ունեցող մարդ է, որը դոստոպ ունի համացանցին։ Նոր տենց մի հատ տղա կա, տենց բոյով ճաղակեն։ Իմացա ու մասին է խոսքը, Արամի մասին է խոսքը։ Ես իրան մի երկու անգամ տեսել եմ, այդ կաֆե կար Սայաթովա Բայրոնի վրա, գալի է նստում էր Քոչյանին էր գովում, ես տենց եմ իրան ճանաչում էլի, բայց այդ տղան իմ կարծիքով ունի հոգեկան խնդիր, կամ ինչ որ բանի ազդեցության տակ պետք է լինի։ Արա որ գնաս 90-95 տարեկան կնոջը, այն էլ Տիկին Ռոզայի պես կնոջը։ Ինչ որ բան փորձես ասես, դու պետք է առնվազն տրյապկա լինես, բայց անցնելով Արամիկի վրայով, հիմա քեզ մի հատ ուրիշ հարց տամ, Աստված իր հետ, թող գնա բուժվի, թող իմ կարծիքով հիվանդ է ախպեր, լուրջ գնա բուժվի, ինգեր։ Սրանից հետո հանգարց եթե մեկ ով կվուր տա, արեք sense պայմանավորվենք, էլի նշանակում է ինքը սրտապիղծ է, արեք բեզաչոտնիկ չլնենք, էլի ժողովուրդ ջան։ Մեզ, մեր հայրերը, մեր պապերը, մեր նիստուկացով տենց չեն դաստիարակել։ Դարան հարգելիներս ձիգ մնացեք, առողջ եղեք, հայկական մնացեք, ամենակարևորը։